Ես մեկ անգամ խնդրում եմ իմ ամուսնուն բաց թողնել։ Չեն բաց թողի, ես ընդհանուր ինքնասպանության փորձը արել եմ ու անելու եմ։ Մինչև վերջը գնալու։ Թող գան իրանք իմ երեխուն վերցնեն, պահեն, տենամ տպային իջը։ Այսօր շատ անմեղ մարդկանց են բռնել ու հիմա բերդում են։ Մեկը հենց իմ դիմացից տանս դիմացի հարևանի տղեն, որ փեսայա, անու ավերակ տուն։ Փեսայա, ոչ թե տան տղա է, որ չի ապրել Սարի թաղում, ընդամենը եկել էր մի քանի օրով, որ երեխու գերեզմանը սարքեն ու մարդը մնացպալ են այս երկրի մեջ ու չի կարում դուրս գա։ Սոչի գազելի մեջ 11 տարեկան երեխան մահացավ, կինը վատառողջ է, 6-րդ դասարանից անծնող է, պահելա 6-րդ դասարան 4 հատ երեխա, հիմա մեծացել է, ամուսնացել է, պահում է քրոջ որբ երեխուն, պահում է իր որբ քրոջը, պահում է իր երեխուն ու հիմա իր ամուսնուն, որ ինքն էլ է վատառողջ, տարել են, մցրել են բերդ ինչի համար, որ այս երեխեն ինչ է պահանջում է ընդամենը ազատ արձակեք, ես թողեմ այս երկրից ռադս քաշեմ էթամ, թող ազատ թողեն, մեր խնդրանքն է, մեր պահանջն է, խնդրում ենք, էլի եմ խնդրում, սաղ հարևանության կողմից աղաչում ենք, որ մեր երեխեքին ազատ թողեն ու չհետապնդեն ոչ մի Սարի թաղծու, որովհետև ոչ մեկն է մեղք չունի, գնացեք ղեկավարներին քթեք, կազմակերպիչներին քթեք, երեխեքը մեղք չունեն։ Ոչ մեկ էդի կազմակերպած չի եղել, որ իրանք էթան ու կռիվան են։ Այդտեղ ոչ մեկ չի կազմակերպել։ Ստեղի տղաներից ոչ մեկ չի կազմակերպել։ Մտադրված չէ, իրանք ուզեցել են իջնել ներքև ուղակի։ Կռվեն երեխեքն էլ իրանք հրահրել են իրանց։ Իմ պահանջ խնդրանքը, որ իմ ամուսնուն ազատ արձակեն, իր անձնագիրը տան իրան, ես թողում եմ Հայաստանից դուրս գա։ Ես չեմ ուզում ապրեմ ստեղ։ Ես հիվանդ, ես ունեմ անչափահաս երեխա, ես իմ դեղերը չեմ հասցնում։ Ես պահում եմ կողքից իմ քրոջս երեխուն, որը ոչ մամա ունի, ոչ պապա ունի։ Ես պահում եմ իմ քրոջս, որ մամա չունի, պապա չունի։ Իմ երեխենա ես ունեմ մահացած երեխա, որը ոչ միտեղ հաշվի չի առնվում։ Մտեք իմ տան պայմանները, որ էդի ապրելու ձուր կա լրիվ։ Ես եկա մի տարով Հայաստան, ընկա կրակ։ Ես պետք է շուտով գնամ վիրահատության։ Իմ խնամակալը հելնելու է Էդոն։ Էդոն չհասկանալով ճիշտ է քայլ արել, բայց ներելու քայլ է։ Դե ասենք մի քիչ խմիչքի ազդեցություն է, մեկ էլ մյուսը, ինչևից է, մենք գնդակ չունենք հայի դեմ կրակելու։ Անձամբ ես երկրապայի անդամ կոչ եմ անում, որ մեր Էդգարին ազատ արձակեն։ Ուղղակի իմ խնդրանքը որպես վիրավոր ազատամարտիկ այնքան հասնող խղճով տղա է, որը տենց տղա էս մեր փողոցում չկա։ 6-րդ փողոցից էլ մի հատ հրայր, 2 երեխա անառողջ, հիվանդ տղա է, նրան էլ են բռնել։